Հասկի ավագանու ցուցակագլխավորող Արտյոմ Թումանյանն ակտիվորեն շարունակում է քարոզ Արշավայը, նրա գլխավորած թիմը իր առաջնահերթությունների շարքում է դրել անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդիրը լուծելը։ Գյումրիում կան բազմաթիվ շենքեր, որոնց գրեթե 80%-ը տեղում է, կարելի է այդ ամեն ինչը վերանորոգել, վերականգնել եւ տնագներից հանել ժողովրդին։ Իսկ ինչ էլ որ կմնա չի բավարարելու, մենք նորակառույց շենքեր ենք ստեղծելու, դրա ծրագիրն է կա, ներդրողներն էլ կա Սփյուռքից, այնպես որ ինչ որ խոսում ենք, չենք խոսում օդի մեջ, պայմանավորվածություն այս տարիների ընթացքում ունեցել ենք։ Ամենակարևոր դրույթներից նաև աղբի վերամշակման գործարանը, որը պարտադիր պետք է լինի, համ աշխատատեղ կլինի, համ մեզ կտրամադրեն անվճար տեխնիկաներ, որոնցով մենք կկարողանանք քաղաքը մաքրել աղբից եւ հետո մենք առաջիններից մեկը մենք գյումրեցիներս պետք է լինենք, այնպես որ մենք ինքներս մաքուր պահենք մեր քաղաքը։ Դե ասեցի, այնտեղ մանկապարտեզները լինելու են անվճար, սպորտ դպրոցները լինելու են անվճար, գույքահարկը տաքսու վարորդների ու գրանցված Գյումրիում լինելու է անվճար, խանութների, տնտեսվարողների խմիչքի եւ ալկոհոլի ծխախոտի տեղական турքը հանելու է քաղաքապետարանը, որպեսզի մարդիկ կարողանան մի փոքր շնչել այդ խանութները։ Անվճար մանկապարտեզներ ու մարզադպրոցներ, 300 սննդի խանութների, ծխախոտի եւ ալկոհոլի տեղական турքերի չեղարկում եւ այլն։ Թե թվարկած բարեփոխումների համատեքստում ինչպես է պատկերացնում քաղաքի զարգացումը, Թումանյանը նշում է։ Ուրեմն մենք ունենք պայմանավորվածություն Գյումրի Սփյուռքի հետ, որ իմ ընտրվելուց հետո տարեկան $200 միլիոն է մտնելու հենց Գյումրի քաղաք Շիրակի մարզ։ Դա կազմում է ամսական $16 միլիոն։ Դուք պատկերացնում եք ինչ թվի մասին եմ խոսում ես։ Այդ գումարները լինելու են բոլոր տնտեսվարողների գրպաններում, հյուրատներ, տաքսիներ, չգիտեմ, հյուրանոցներ, ռեստորաններ, հիվանդանոցներ եւ այսպես շարունակ բոլորի գրպանները գումարներ են մտնելու եւ սրանով է Գյումրին զարգանալու, մեր քաղաքի բյուջեն է մեծանալու, սա է լինելու մեր հաղթանակը։ Կառուցելու ենք աղբի վերամշակման գործարաններ, տրամադրելու են Գյումրի քաղաքին անվճար տեխնիկա, որոնք առավոտից իրգուն մաքրելու են Գյումրու աղբը։ Մեծ ներդրումների ֆոնին Թումանյանը խոստանում է լուսավոր, գունեղ, տոնական ու մշակութային քաղաք։ Միևնույն ժամանակ Արտյոմ Թումանյանը ընդգծում է, որևէ ուժի համար չեն աշխատում, ներկայանում են իրենց դեմքով ու սեփական ծրագրով։